եթե այստեղ իրանցի քաղաքացիները ուզում են օրենքով սահմանված կարգով ակցիա իրականացնել, ապա դա պետք է թույլատրվի։ Իդեպ նույն վարչապետը հենց դա էլ ասաց, որ 18 թվականից ի վեր Հայաստանում որևէ հավաք չի արգելվել եւ հետեւաբար այնինչ հիմա տեղի ունենում դա այդքան էլ լավ չէ։ Իհարկե սպասենք ավելի մանրամասն ինֆորմացիայի։ Իրականում այո, այնտեղ ոչ թե պետք է թույլտվություն ստանալ, այլ պարզապես դու իրազեկում ես եւ ոստիկանությունը արդեն պետք է գա եւ ապահովի ուրեմն ցույց անողների անվտանգությունը։ Այսինքն այստեղ ոչ թե ավելի շատ դու թույլտվություն ես ստանում քաղաքապետարանից, որպեսզի դու դա իրականացնես, այլ դու դա իրանց իրազեկում ես, որպեսզի իրենք համագործակցեն ոստիկանության հետ, որոնք պետք է գան եւ ապահովեն իրենց անվտանգությունը։ Հիմնական այդ իրազեկման ֆունկցիան այստեղ է կայանում։ Դե մյուս կողմից, գիտեք, Իրանը մեր համար կարևոր երկիր է։ Մենք էլ ունենում ենք հանդիպումներ Իրանի դեսպանատան աշխատակիցների հետ, խորհրդականի հետ, քարտուղարի հետ, դեսպանի հետ եւ փորձում ենք նաեւ բացատրել մեր տեսակետները։ Այդ առումով մենք պետք է լինենք իրանցի ժողովրդի կողքին եւ այն իշխանությունը, որը կա Իրանում, մենք պետք է սատարենք նաեւ այդ իշխանությանը, որովհետեւ մենք կարող ենք ունենալ տարաձայնություններ Իրանում գործող իշխանության, Վրաստանում գործող իշխանության, բայց մենք իրավունք չունենք որևէ կերպով մեր կոպիտ ասած քիթը խոթել եւ իրենց ասել, թե որն է ճիշտ, որն է սխալ։ Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է մեր սկզբունքներից հետ կանգնենք եւ թույլ չտանք, որպեսզի Իրանի ժողովրդի որոշ քաղաքացիներ, մեծամասնությունը, ովքեր որ հաշտ չեն այս իշխանության հետ, կարողանան այլ մայրաքաղաքներում, տվյալ դեպքում Հայաստանում, Հայաստանի մայրաքաղաք Երևանում, կարողանալ իրենց դժգոհությունը հայտնել կամ իրենց կարծիքը հայտնել։